պահանջվել էր աճուրդ վաճառքի եւ այդ վաճառքը չէր իրականացվել։ Ձեր ասած այդ քաղաքապարախոսությամբ որ մոդենային թոքային ներդրումներն անեն։ Եվ քանի որ ինքը պատմամշակութային է նշվեցավ կոմպոնենտները, դրա համար մենք ներկայացրել ենք, որ մի կոտով Գյումրու Կումայրի արգելոցից փրկենք, չթողնենք, որ վերջնական ավելվի։ Ինչպես շատ այդպիսի կոտոներ կան։ Դրա համար այս ուղղությամբ ենք գնում։ Ընթացքում, եթե առաջարկություններ լինեն, միանշանակ այդ առաջարկությունները կընդունվի եւ քննարկվի։ Այլ հարցեր։ Արդյոք հնարավոր չէ հայտարարել, որ եթե մասնավոր ներդրողը ինքը այս-ինչ պայմանները պահելով նույն մշակութային արժեքով իրան չկպներով, այսինքն այդ ֆոտոը որ լիներ հիմնական, ինքը վերանորոգումը կատարե այն պայմանով, որ իրան տրվել ինքը օգտագործի իր բիզնես նպատակներով։ Այսինքն նման հայտարարություն ինչ-որ ես հիշում չի եղել։ Ու ավելի լավ չէ, նա այս տարբերակը փորձենք հասկանանք, եթե չէր լինում, հետո նոր արդեն գնանք այս տարբերակով, ոչ թե հակառակը, այլ գնալ մի տարբերակով ուզել սուբվենցիայով անել, բայց ասել, որ ընթացքում, եթե այլ առաջարկներ են, կարող ենք նույնպես դիտարկել։ Ավելի լավ է բոլոր առաջարկները ի սկզբանե հասկանան, ու այդ գումարը այլ տեղ ուղղել, օրինակ սպորտի զարգացման կամ ինչ-որ նոր բան կառուցելու համար։ Եթե կամ մասնավորը ինքը վերանորոգի, դրանցից համ կշահի քաղաքը, համ կշահի բիզնեսը, համ կշահի ընդհանուր քաղաքի տեսքը կլավի բարեկարգի կողմը կփրկեն։ Առաջարկում նման տարբերակ փորձել գոնե, հետո նոր անցնել մյուս տարբերակները։ Ես ներողություն եմ խնդրում, եթե չեմ սխալվում, ձեր նախնական կառավարման ընթացքում է հանե աճուրդ վաճառքի եւ քանի տարի է այս հարցը քննարկվում է։ Ինքը ներկայացված է, ինչ որ մեկը եկել է դիմել է, թեկուզ այդ պայմանով առանց գնելու։ Ներկայացրել է այդ ընթացքում հավաքանում։ Չէ, ես ինչ կապ ունի, հիմա դուք անել եք աճուրդի, եթե ինչ-որ ներդրող կար եւ ձեզի առաջարկեր, նոր ինչ-որ դուք կսեք, կհամաձայնվեիք, չէ՞ այդ պայմաններով։ Լավ, ձեր խմբակցությունն է եղել է այդպիսի բան, այդ կուզեմ իմանալ։ Եղել է, թե չի եղել։ Այդ ընթացքում։ Ոչ մի անգամ չի եղել, եթե եղածիներ են, ինձ թվում է դուք հաստատ կոմ կլինեիք, քաղաքներ կոմ կլինեիք, բոլորն են։ Առաջարկենք աճուրդ ու սպասենք մեկը գար առաջարկել այլ տարբերակ։ Մեր ասածները առաջարկի կոնկրետ տարբերակ, չասենք կոնկրետ պատասխան։ Հիմա բազմիցս քննարկվել է, եղել է, գտնել ենք, որ հարցի լուծումը ավելի օրգինալ եւ ավելի ճիշտ ճանապարհով սա կլինի, որ այդ պատմամշակութային կոտորը չվերածվի պլատակներին։ Այլ հարցեր։ Պարոն Արաքյան, իրականում այս ծրագիրը վերնախնդրական պարոն Մամասյանի կողմից առաջարկվել է իրական նպատակը որն էր հատվածական այլ վարձատրության, ճիշտ է, նույն վարձակալության։ Իսկ հատվածականը փորձվել է այն ինչու կազմակերպել թե ոչ։ Նայեք, ամբողջական եք վերցնում իրան։ Ինքը մի հատ մեծ ներդրում է պահանջում ու դրանից ելնելով մարդիկ են ունի մի տեսակ ռմպային գրում։ Իսկ եթե հատվածական այդ ամիջը կարելի է կազմակերպել, ինձ թվում է այս դեպքում արդեն շահառու են գտնվում։ Ես կարծում եմ, որ շենքը այս փուլում վերականգնենք, ամրացնենք, ավելի մեծ պահանջարկ ունենա ինքը, քան թե այս վիճակում առաջարկություններ լինի։ Այդ ձեր ասած ուղղությամբ էլ որ շարժվենք, եթե վերանորոգված, վերակառուցված, ամրացված շենք է, ինքը ավելի շատ պահանջարկ ունենա եւ այդ վարձակալությունը ավելի մեծ գումարներ կլինի եւ ավելի շատ։ Այս պարագայում եթե ինչ-որ մեկը կա, միանշանակ պայմաններ է առաջարկելու, վերանորոգման համար պայմաններ է առաջարկելու, որովհետեւ գումարներ է ներդրնելու եւ տարիներ շարունակ անվարձահայտույց է ուզելու, առանց գումարներն ուզելու։ Իսկ այս տվյալ պարագայում, երբ որ արդեն կառույցը կա, ինքը շնչում է, ամրացված է, գումարային առումով մենք արդեն կարող ենք ավելի լավ առաջարկություն ունել, ավելի ճկուն եւ մուտքերը ավելի մեծ կլինեն։ Պարոն Արաքյան, տրամաբանական է, ցանկացած բիզնես ոլորտի Մենք տրամաբանությամբ միանշանակ փորձելու է ինքը կա պայմանական առաջարկի, բայց այս պարագայում համայնքը գումարը սրբուսի կտնտեսել, դա մեծ նշանակություն ունեցող փաստ է։
նաև կարելի է համայնք եւ մասնավոր այս բարակայում նաև նմանատիպ Համոզված եմ, որ բավականին բոլոր անդամներ յուրաքանչյուր ունեցի մտահոգություն ունի եւ ցանկություն ունի, որպեսզի այդ շենքը որքան հնարավոր է շուտ վերականգնի փրկվի։ Ինչ վերաբերում է հատվածականի պարոն Ղուկասյան, նշեմ, որ եւ նախկինում եւ այս հիմա քննարկումներ որոշակի եղել են, բայց քանի որ այդ վերակառուցման աշխատանքները իրականացնելու մեկը մյուսին խանգարելու է եւ հետեւաբար մեկ մասնավորի որոշակի հատված տալու փորձել ամբողջ շենքը վերակառուցել, ինքը նպատակային չէր համարվի։ Դրա համար ավելի նպատակարար համարվի ամբողջականը վերակառուցել, շենքը փրկել ու ծառայեցնել համայնքի շահերին։ Այլ հարցեր, ելույթներ, Իմ ասած իրականում վերաբերում էր հատվածական վերակառուցմանը, այդպիսի ինչ-որ մի մեխանիզմ մշակել, իսկ ինչ վերաբերում է, որ նախկինում բարձր գին են առաջարկել, հիմա դուք եք քաղաքը կառավարում, կարող եք այդ բարձր գինը նվազեցնել եւ ավելի հարմար պայմաններ առաջարկել ներդրողին։ Ասում եք, որ փրկենք շենքը, ես իհարկե դեմ չեմ, որ շենքը փրկվի, բայց նախկինում այդպիսի շենքեր փրկվել են եւ ըստ դատախազության ներկայացրած փաստերի զահերի եւ անօրինական ճանապարհով յուրացվել են եւ նախկին երկու քաղաքապետերի օրոք են այդ գործընթացները տեղի ունեցել եւ հիմա դատարանում այդ շենքերը, որոնք համայնքային սեփականություն են, գույքերը, հողերը համայնքային սեփականություն են հանդիսանում, հիմա վիճարկվում են դատարանում եւ խնդրում եմ փարատեք իմ կասկածները, որ հաջորդիվ օրինակ այդ շենքը չի կարող վերակառուցվելուց հետո այս կամ այն ճանապարհով անցնել ինչ-որ մի պաշտոնյայի, որովհետև մենք նախկինում այդ դառը փորձը ունեցել ենք եւ ես որպես գյումրեցի կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ այս շենքն էլ կարժանանա բազմաթիվ այն ապօրինի գույքերի ճակատագրին, որոնք հիմա վիճարկվում են դատարանում։ Ինհարությունյան փորձենք ու գործենք իրավապահ-մարմիններին, վիճարկում են, պահպանենք այդ ամեն ինչը եւ իմ կարծիքս եմ հայտնում, որպես քաղաքացի, ում կողմից որ վերակառուցվել են, վերանորոգվել են, փրկվել են միանշանակ այդ մշակութային շենքերը, սա նույնպես մենք անում ենք, որ հիմնանորոգվի, ամրացվի եւ փրկենք եւ կարծում եմ Ին Հարությունյան, դուք ձեզ թերակնահատում եք, որ մենք կարողանանք այստեղ ինչ-որ զերծարարություններ անենք, դուք էլ ձեզ դուրս եք այդպիսի բան մենք անենք։ Միանշանակ ծառայելու է նպատակին եւ իշահ Գյումրի քաղաքի եւ քաղաքային բյուջեի։ Այլ հարցեր, խնդրեմ։ Պարոն Արաքելյան, իսկ գոյություն ունի հիմա հաշվառ թե շենքը վերակառուցվելուց հետո տարածքի քանի տոկոսն է տրվելու արձակալության, օրինակ մասնավոր բիզնեսի, քանի տոկոսը, որովհետեւ ասեցիք սպորտի, մշակույթի, ինչ-որ բաներ հատկացվի, տարածքի հատկացվի կազմակերպություն է։ Կա հստակ հաշվարկ, ես բայդրությամբ, քանի տոկոս օրինակ վարձակալությամբ պիտի հատկացվի մասնավորին, քանի տոկոսը համայնքային պատկանելիության, մշակութային օրինակ ինչ-որ բաներ ապահովելու համար եւ օրինակ վերակառուցելուց հետո ինչ գնագոյացման է քառակուսի մետրը հանձնվելու, որովհետեւ ես էլ որպես բիզնեսի ներկայացուցիչ ասեմ, ենթադրենք կա X շենքը, լինի դա պատմամշակութային թե չէ, այդ շենքում 100 քառակուսի մի հոգի մարդ վերցնել աշխատեցնել ոչ մի բիզնես չի մտնել, որովհետեւ սկսած շենքի որակից, արտաքին տեսքից, իր ներքին հարդարումից, ավտոկայանը տեղի լինել, չլինելուց, այդ ամեն ինչը բիզնեսին շատ հետաքրքիր է։ Բիզնեսը մտնում է այն շենքեր, օրինակ X մոլ, եթե գիտի, որ այդ մոլը շնչում է, մարտաքանակ հասկացողություն կա, օրվա ընթացքում ինչքան մարդ կարող է մտնել տվյալ շենք։ Հիմա գոյություն ունի նմանատիպ հաշվարկ, ինչքան քառակուսի է հանձնվելու մասնավորին, ինչքան մշակութային վճարներին եւ դերից քաղաքապետարանը մասնավորի փոխհարաբերակցության, ինչքան մուտքեր կարող է ունենալ։ Պատասխանը, պարոն Մուխտարյան, այդ տարածքները նախագծի մրցույթ է հայտարարվել, նախագծի մրցույթից հետո կորոշվի, կառանձնացվի, ըստ այդմ նախագիծը կներկայացվի, նախագծով պետք է լինի այդ ամեն ինչը։
Հիմա գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում քիչ մարդիկ կան դասի, 5 ճարտարապետական լիցենզիան ունեցող, միջև այսօր չի կայացել, բայց վստահ եմ, որ կկայանա, այս ավականուն նիստը նայելուց հետո ավելի շատ մարդիկ ընտրվեն։ Եթե չեմ սխալվում, 24-25 միլիոն դրամ է հատկացված միայն նախագծի համար։ Նախագիծը կայանալու համար այդ ամեն ինչը արդեն կկարգավորվի նախագծով, ինչ տարածքներ են լինելու, իսկ ինչ մնում է, թե ինչ քննագոյացումով է լինելու, մենք բոլորս էլ գիտենք, երևի մեր 3-4 ամիս էլ հողից սկսած մինչև վարձակալություն ամբողջը առանձին մրցույթով հայտարարվում է եւ գին է որոշվում եւ այդ գնի համաձայն ներկայացվում է ավականուն, ներկայացվում է արդեն ներդրողին։ Մենք չենք որոշելու, ավականի չի որոշելու, անկախ գնահատողներով է որոշվելու եւ այդ անկախ գնահատողը իր գինը ասելու է։ Ուրիշ հարցեր։ Պարոն Արաքելյան, իսկ մասնավոր սեկտորի կողմից հետաքրքրվողներ այդ շենքով ինչ այսօր ունեցել ենք, որ որոշեցինք, որ լավարկենք, բարելավենք եւ օգտագործենք այդ ռեսուրսը չգնա ունեցել ենք մինչեւ հիմա այսի հարցումներ, այսպես ասած։ Մի հատվածի վերաբերյալ հատվածի վրա ունեցել ենք այդպես քննարկումները գնում են։ Բայց ընդհանուր առմամբ տեսնելով քաղաքի զարգացվածության եւ կոնկրետ պատմամշակութային շենքերի հանդեպ ներդրողների եւ մասնավորի վերաբերմունքը, այսպես ասեմ, ապագայի քայլ ենք անում, որ կարողանանք րոպե առաջ մեր հետաքրքրությունը ներկայացնել ներդրողներին եւ մասնավորին, քան եւ Գյումրիում իրենց բիզնեսը ծավալել։ Այլ հայտարարություններ չկան։ Հարց դնում եմ քվեարկության։ Ով է կողմ 4 դեմ ձեռնպա կուսակցությունների խնդրում եմ հայտարարել։ Կոմունիստական կուսակցություն 7 կողմ։ Մեր քաղաքական խմբակցություն 6 կողմ։ Իմ հզոր համայնքի 3 կողմ։ Մայր Հայաստան 2 կողմ։ Քաղաքացիական պայմանագիր 10 ձեռնպա։ 18 կողմ 10 ձեռնպա որոշում ընդունել։